Բարի լույս բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող Աստծո օրհնությամբ լցվի բոլորիս նոր օրը, ուրախություն սեր պարգևի մեր նոր օրը, սիրելիներս, դուրս եմ եկել պատշգամբ, ձեզ բարևելու, եղանակի տեսությունը տեսնելու և ձեզ հաղորդելու, այսօր օրը պայծառ, անուշ, արևոտ օր է, խնդրեմ, տեսնում եք ինչքան պայծառ օր է, ահա, օրը լավ, տրամադրությունս լավ, սիրելիներս, հիմա գնանք ներս, որպիսի պատրաստենք ընկյուզով սուջուխ, նույն ինքը քաղցր շարոց, գնացինք միասին։ Սիրելի հետևորդներ ջան, մինչ ընկյուզով շարոցը կսկսեմ պատրաստել, ուզում եմ ձեզ ծանոթացնել այս գեղեցիկ թութակի հետ, որը այսօր նվեր են ստացել մեր երեխաները տղայիս ընկերոջ կողմից։ Երեխաները դեռ չգիտեն, դպրոց են գնացել, իրենք դեռ տեղյակ չեն։ Պատկերացնում եմ Մարինկայիս ուրախությունը, շատ կենդանիներ և թռչուններ է սիրում։ Հիմա ոնց որ ստրեսի մեջ լինի մեր Կեշան, անունը Կեշա է, ընկերն ասեց, որ երգում է և երկու բառ է արտասանում, ուղղակի պետք է պարապենք, որ ինքը սկսի ծանոթանալ մեզ հետ և սկսի արդեն արտահայտել ինչ բառ գիտի։ Այսօր, սիրելիներս, պատրաստելու եմ ընկյուզով քաղցր շարոց, ընկյուզով սուջուխ, մեր Արտաշատի լեզվով։ Հարգելիներս, շատ լավ է ստացվում, փխուր, փայլուն և համեղ։ Ընկյուզները լցրել եմ գոլ ջրի մեջ, որպեսզի լավ լվանան, որովհետև գնված են շուկայից և ես չգիտեմ, թե ինչ պարկերի մեջ են, թե որտեղ են պահված, դրա համար ես անպայման լվանում եմ։ Հիմա լավ կլվանամ և հոսող ջրի տակ լավ կլվանամ, տեսնում եք, համ ջրի գույնը տեսեք, համ ընկյուզի գույնն է տվել ջրին, համ էլ փոշին է, տեսեք ինչքան կեղտոտ է, դրա համար ես պետք է լվանամ։ Մենք արտաշատցիներս միշտ պատրաստում ենք, սիրում ենք, թե չիր պատրաստել, ամեն ինչ, որտեղ մեր գյուղերում շատ զարգացած է չրագործությունը, ես ինչքան գնում եմ Հայաստան, կարմիր պղպեղ եմ չորացնում, աղում իմ ձեռքով, բերում եմ մեզ մոտ օգտագործելու համար և չրեր եմ պատրաստում, չամիչ, ամեն ինչ, հարգելիներս, քո ձեռքով պատրաստածը անարատ, մաքուր և համեղ, շատ շիրայով չեմ սիրում, որ թաց է լինում, մի տեսակ ոնց որ մուրաբա լինի, սիրում եմ, որ թեթև շաքարաջրի մեջ եռացնել շատ քիչ և չորացնել և ծիրանն էլ սիրում եմ անարատ արևի տակ չորացրած չիրը, հարգելիներս, միշտ էլ չորացնում եմ, չամիչներ խաղողը և բոլոր չրերից էլ, դեղց, տանձ, սալոր, ամեն ինչ էլ չորացնում բերում ենք, քո ձեռքի պատրաստածը ուրիշ է, ահա վերջացնում եմ, լվացի, հիմա բոլորը կհանեմ ջրից, մի քիչ կթողնեմ կցամաքի, որպեսզի շարեմ և ցույց տամ, ընկյուզը ջրքամվել է, ես մի քիչ առանց ձեզ կադրից դուրս երկու կես եմ արել, հիմա ձեզ ցույց եմ տալիս, թե ես ոնց եմ պատրաստում, երկու կես եմ անում, այսպես, մի քանի հատ ցույց տամ, ընկյուզը կիսում եմ, կարող եք լրիվ անել, այսպես ընդհանուր, բայց ես կիսում եմ, խնդրեմ, ցույց եմ տալիս,
ահա, հիմա ես պետք է շարեմ, երկու տապակ թելել եմ ասեղին, հանգուրց եմ տվել, ամուր և պետք է հիմա շարեմ, առաջի տակի մասը դնում ենք մի քիչ այսպես լայն կլորավուն, մեջտեղի մասից մտցնում ենք ասեղը, որպեսզի ամուր լինի, քաշում ենք վերև, կարող եմ այս հանգուրցը թողել ներքևի մասը, բայց շարելու ընթացքում և շփոթի մեջ թաթախելու ընթացքում կծանրանա, միգուցե մեկ էլ տեսար պոկվեց, դրա համար ես հետևի մասից, այս հանգուրցի մեջտեղի մասից, այսպես բերում եմ առաջ, տեսեք, հիմա ես կբերեմ առաջ, հանգուրցը, ահա, եկավ ընկավ առաջ, հիմա սկսում եմ շարել, սա մատնոց է, այո, ճիշտ նկատեցիք, ես չեմ կարողանում առանց մատնոցի, հարգելիներս, ոչինչ անել, դրա համար միշտ սովորեմ, թոռնիկներիս էլ, թոռնուհիներիս էլ եմ սովորացնում, որ առանց մատնոցի չկարեն, ես որ առաջի տարին չընդունվեցի ինստիտուտ, գնացի մեր հարևանուհու աղջկա հետ միասին, գնացինք մեր գյուղ, որտեղ որ ամուսնացել եմ, այդ գյուղը, այդտեղ լավ կարի ուսուցչուհի կար, դասատու, մասնավոր, և իրեն մոտ 6 ամիս սովորել եմ, ինքն է ինձ սովորացրել, բոլորիս, 5 աշակերտուհի էինք, բոլորիս առանց մատնոցի չէր թողում, և այդպես էլ, թող Աստված հոգին լույսերի մեջ պահի, շատ լավ սովորեցրեց, այդպես էլ սովորեցի և կարուձևը անում եմ ընտանիքիս անդամների համար, հարգելիներս, ահա, այսպես շարում եմ, մոտիկ, գեղեցիկ, ոչ մի արտառոց դժվարություն չկա, այսպես, դու գիտեք, որ ես Արտաշատից եմ, չէ, ընկերներ ջան, հարազատներս, մեզ մոտ թե սուջուխն են շատ անում, թե չրագործությունն է շատ, բոլորը անում են, վաճառում են, ընտիր, մեզ մոտ սուջուխ ենք ասում, գրականը քաղցր շարոցն է, բայց մենք որ այդպես սովորել ենք, այդպես էլ ասում ենք, պետք է լավ մոտիկ անել, որ չորանալուց ինքը արանք է, չէ բացվում, այսպես, չորանալու ժամանակ էլ, որ սկսենք թաթախել, պետք է իջեցնենք ընկյուզները, որ արանքը մնա կճաքի, հիմա շարեմ, ցույց տամ և կադրից դուրս բոլորը կշարեմ, այս գեղեցիկ ծաղիկները բերված է Հայաստանից, իմ հին հետևորդները կհիշեն, հարսս ինձ նվեր էր բերել հուլիս ամսին, տեսեք մինչև այսօր մնում է, բայց արդեն կեսը չորանում է, բավականին հեսա շուտով կլինի 1 տարի, մի օր էլ այս Հայաստանի նկարները կգցեմ, հարգելիներս, որ ընտանիքիս անդամները գնացել էին Հայաստան ման գալու, հարսանիք, տունը միայն ես էի մնացել, գիտեք ինչի համար, որովհետև հավ ունենք, հուլիս ամսին պատկերացնում եք, չէ, բերքի լավ ընտիր ժամանակն է, ոնց կարող էի թողել ու ես էլ գնալ, մտածեցի թող հարսս գնա, չէ որ որդիս էլ էր երեխաների հետ և ամուսինս, հարս աղջիկս, իր ընտանիքը, բոլորը գնացել էին, մտածեցի ավելի լավ է հարսս գնա, քեֆ անի, ուրախանա, ման գա իր ընտանիքի հետ, ես միշտ էլ գնում եմ Հայաստան, սիրելիներս, մեկս մյուսին պետք է զիջող լինենք, մեկս մյուսին հարգենք և սիրենք, ահա այսպես, կշարեմ, ես շատ երկար չեմ շարում,
որովհետև սա կարճ է դեռ 30-35 սանտիմ կշարեմ, որովհետև թաթախելում դե կվարտիրայինք, չէ, առաջ հայատներում շարում էինք, պատրաստում երկար մետրանոց, կախում էինք չորանալու։ Հիմա իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իմ լավ բարեկամներ, առանց ձեզ կադրից դուրս շարեմ, նոր կհանդիպենք։ Բարև ձեզ, ոնց եք, ես շատ լավ եմ, տատին պատրաստում է սուջուխ, ես իան կդնեմ կոֆե, լցնում ենք ջուր, կոֆեն, տատեն առանց շաքար ախում կոֆեն, так что ասած կդնենք, դնենք կոֆեն վրան, սպասենք միջև պատրաստվի, էվեց կոֆե, անջատենք, պետք է 2 րոպե թողենք, որ ինքը ձեն չհանի ու չթռնի, տատիկս է սովորել ինձի, ասենց դնենք, թողենք քիչ սառի, ու կարելի է լցնել, լսում եք թութակի ձենը, երեք դպրոցից եկամ ինձի սյուրպրիզ է լավ, ինձի թութակ է նվերը, շատ լավն է, հիմա կարելի է կոֆեն լցնել, չէ, հելը բուրբուրում է, թող հելը մնա, մի քիչ էլ, հիմա կարելի է լցնել, այդ կոֆեն պատրաստեցիմ շատ սիրով իմ սիրած տատիկին, մերսի որ նայեցիք ինձի, դրեք լայք, ձեզի հայրություն, Շարեցի, վերջացրեցի, տեսնում եք շատ լավ ստացվեց, շարանները 35 սանտիմետր են, շատ երկար չեմ շարում, որտև խոհանոցում հարմար չի կախելը, սիրելիներս, այդ ընթացքում Արինես ինձ եկավ դպրոցից սուրճ հյուրասիրեց, տեսակ ձեզ էլ բարևեց հարգելիներս, Viber-ից ես գնել եմ այսպիսի կախիչներ, որի վրա կախել եմ ընկյուզները, հիմա ցույց կտամ, տեսեք, շատ հարմար է, խնդրեմ, ամեն ինչ չորացնելու համար, կախելու չորացնելու համար հարմար է, պատրաստում եմ սուջուխ, խնդրեմ, մինչև այդ գնելը ամուսինս այսպիսին էր պատրաստել, օգտագործում եմ, հիմա չէ արդեն, գնելուց հետո սրանք էլ եմ պահել, պետք կգա, իսկ սա շատ հարմար է, սուջուխ եմ պատրաստում մսից, բաստուրմա կախում եմ, հարմար է, սիրելիներս, կոտրվածները և մանրուքները ես կչորացնեմ, կպահեմ խմորեղենների համար և աղցանների մեջ լցնելու համար, բավականին դուրս եկավ կոտրվածներ և մանրուքներ, սիրելիներս կախեմ չորանալու, չորանելուց հետո արդեն կսկսենք պատրաստել, չորանալու, խնդրեմ 25 շար է ընդամենը ինձ մոտ, հիմա պատրաստում եմ, արդեն ընկյուզները չորացել են, պատրաստում եմ շփոթը, մալեզը, այլուրը մաղած, շաքարավազը և աղացած դարչինը մի լավ խառնում եմ իրար, իսկ մեխակը դրել եմ քիչ ջրով կրակին, որպիսի եռա, հենց եռա կանջատեմ բերանը կծածկեմ, որպիսի թրմվի, այնտեղ եռում է արդեն մեր շփոթի ջուրը, խնդրեմ, տեսնում եք, ձայլ դոշաբն է, ջրի հետ եմ ավելացնելու, մի լավ կխառնեմ, նոր կավելացնեմ տաք ջուր աստիճանաբար, որպիսի կոշտուկներ չլինեն, շատ խառնելով հանգիստ կխառնեմ բոլորը միասին լավ, խնդրեմ, քիչ է հարցը ջուրը լցնում, ես էլ այլուրը բացում եմ,
Հետո կքամեմ, հարգելի։ Պատրաստ է արդեն քամել ենք, ես մի քիչ լցրել եմ եռմանջերի մեջ, խառնում եմ, որպեսզի տակը չկպչի, մնացածը ավելացնում է հարսը, ես էլ արագ խառնում եմ, չնայած կոշտուկներ չի լինի, որտև քամել ենք, բայց խառնում եմ, որպեսզի կոկ լինի, խնդրեմ, այդտեղ էլ ծածկում եմ կաթսայի բերանը, որտեղ եռում եմ մեխակը, որպեսզի թրմվի, հիմա կավելացնեմ դոշաբ մի քիչ, բոլորը չեմ ավելացնելու, խնդրեմ, մի քիչ կավելացնեմ, մնացածը հետո կավելացնեմ, արդեն տեսնում եք գույնը դոշաբի տվել է, Հայաստանից են բերել ամռանը, թթի դոշաբ է, մաքուր անարատ թթի դոշաբ, ես էլ պետք է անընդհատ խառնեմ մարմանդ կրակով, որպեսզի փխուր և փայլուն ստացվի, արդեն տեսնում եք գույնը մքացավ, ես նորից ավելացրեցի դոշաբ, սկսել է եռալ, եռալուց հետո 40 րոպե պետք է եփենք, որ պինդ մասսա ստանանք և ստացվի մեր շարոցները շատ փայլուն և փխուր, դրա համար էլ մարմանդ կրակի վրա եմ եփում, ուժեղ կրակով եփվելու ընթացքում ռեզինա նման է լինում, հարգելիներս, ես միշտ պատրաստել եմ Հայաստանում, կախում էինք արևի տակ, երկար շարաններ, մի անգամ էլ հիշում եմ, որ տղայիս ընկերները եկել էին Հայատ, ես էլ կախել էի նոր, ամբողջը հավասար տակից կտրենք երել էին, բավականին շատ պատրաստել էի, վայ այնքան լավ օրեր ենք անցկացրել, միշտ հիշում ենք այս մեր լավ օրերը, խնդրեմ մի քիչ էլ կխառնեմ, արդեն կպնդանա և կփորձենք, ուզում եմ մի քիչ փորձել, տեսնել, բայց դեռ եփած չի, լցրեցի ափսեն, հիմա թող սառի կփորձեմ, ես էլ անընդհատ խառնեմ, տեսնում եք գույնը լավացավ, մքացավ, դեռ ավելի մինչև եփելը կմքանա, ավելի գեղեցիկ գույն կստանա, ինչ ունեի դոշաբ լցրել եմ հարգելիներս, Հայաստանից էր բերված, հիմա կփորձենք, գիծ կանենք, մեր մեծերը այդպես էին փորձում, ահա, դեռ ոչ, մի քիչ էլը եփելու տեղ ունի, թող եփի, պնդանա, նոր կվերցնեմ, դեռ շուտ է, կխառնեմ մինչև եփելը, ձեզ ցույց եմ տալիս, թե ոնց եմ թաթախում շարոցը շփոթի մեջ, մի քանի հատ արել եմ, առանց ձեզ կադրիզուց խնդրեմ, այս գեղեցիկ թութակն էլ մեր հրաշքը չի թողնում, որպեսզի խոսեմ, տեղից հեռախոսս մի քիչ ձայները փոխվում է, մեկ տեսնում ես նկարում է, մեկ տեսնում ես չի նկարում, հիմա էլ կեշան է խանգարում, բայց ոչինչ, թո ծլվլա, խնդրեմ, հարգելիներս, շատ լավ է ստացվում, ես անպայման բաղադրատոմսը կգրեմ, հիմա կբերեմ, երկրորդ անգամ կթաթախեմ, որպեսզի ձեզ ցույց տամ, թե ինչպես է ստացվում, Հայաստան որ անում էինք, թաթախում, կախում էինք, ահա, հիմա երկրորդ անգամ ցույց տամ, կեշա խանգարում ես, երկրորդ անգամ կախում եմ, ինչ կվերցնի իրա վրա, մնացածը գալիս թափվում է, վերջում էլ ինչ կմնա, կլցնեմ ափսեն ամանի մեջ, կտրտածնկյուս կշարեմ, մեջը թող ուտեն, Հայաստան կախում ենք, ձեռքով օղակ ենք անում, այսպես իջացնում ենք, շատ լավ հիշում եմ, սա էլ թաթախեցի բոլոր շարաններն էլ, կախել եմ չորանալու, ստացվեց փայլուն առանց ճաքերի, գեղեցիկ, շատ ընտիր, չորանա կհանդիպենք, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ահա չորացել է, պատրաստ է այս համեղությունը, այս քաղցրավենիքը, ընկյուզով սուջուխը, նույն ինքը քաղցր շարոցը, տեսեք, շատ ընտիր ստացվեց, փայլուն, գեղեցիկ, հաստ և գույնն էլ ընտիր, մի 3-4 պակետ էլ դրել եմ, որպեսզի դնեմ սառցախցիկը, բերանները փակել եմ, դնեմ սառցախցիկը,
Սա էլ թող երեխաները ուտեն։ Խնդրեմ, բաղադրիչները կգրեմ, դուք էլ պատրաստեք այս բաղադրատոմսով ընտիր է ստացում։ Տեսնում եք ինչքան շատ ընկյուզ կա մեջը եւ մալեզնել է հաստ ընտիր։ Հիմա մեկը կտրեմ, հարգելիներս, ցույց տամ բոլորիդ, համ տեսեմ, համ ցույց տամ, համ համտեսեմ, ձեզ համակասեմ։ Շատ համեղ է, շատ։ Մարինկայիս, Գարուշիկիս կտրե տվել եմ, տատի շատ համեղ է ասում է։ Իհարկե համեղ է, 3 ժամ խառնում եմ, հարգելիներս, մարմանդ կրակով պետք է եփվի։ Տեսեք, հիմա սա մի հատ ես համտեսեմ, տեսնում եք գեղեցիկ ընտիր, փափուկ, փխուր եւ համեղ։ Դանդաղ կրակի, մարմանդ կրակի վրա եմ եփել, տեսնում եք, առաջ ճաքերի։ Եթե եփում ես մարմանդ կրակի վրա, երբեք ռեզինի նման չի լինի, իսկ որ արագ եփում է, չէ, դա անպայման ռեզինի պես է լինում։ Իսկ ես դա անդաղ խնդրեմ։ Սիրելիներս, պատրաստեք։ Ես այս պակետի ինչու եմ դրել սառցախցիկը։ Շուտով ամուսնուս ծնունդն է եւ ուզում են գնանք մեր նոր տուն ապրելու, տան բացում պետք է անենք։ Մի քիչ շուտ պատրաստել եմ, դնեմ սառցախցիկը, որպեսզի պատրաստ լինի։ Մսի սուջուխ էլ ունեմ, բաստուրմա էլ ունեմ, հունվարին որ պատրաստել են նոր տարվա համար, սիրելիներս։ Այսքանով ուզում եմ ավարտել այս հոլովակը, եթե հավանեցիք այս տարբերակով պատրաստելը, գրեք ձեր կարծիքը իմ պատրաստած ընկյուզի շարոցի մասին։ Ես ջերմերեն սիրով կպատասխանեմ բոլորիդ։ Այսքանով ավարտում եմ այս համեղ քաղցր հոլովակը, մաղթելով ձեզ բոլորիդ ամենակարևորը առողջություն եւ ձեր նպատակները, երազանքները Աստծո կամոք կատարվեն։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում, սիրելի հետևորդներ ջան, միշտ առողջ մնաք, միշտ ուրախ լինեք, միշտ երջանիկ, ուրախանաք ձեր ընտանիքով, ձեր թոռներով, օրհնված եւ գեղեցիկ։ Իմ սիրուններ, սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր գեղեցիկ համեղ հոլովակ։ Բոլորիդ լավն ու բարին եմ ցանկանում։